գործին պետք են եւ համ մեկ հանգստությունը փոխանցվում է ամբիցիոզին, որ ինքը անընդհատ Մի քիչ ինքն էլ է հանգստանում։ քաոտիկ շարժումների ու սրա նրա հետևից անընդհատ ուզում գնա, մյուսն է փոխանցվում է նրան, որ չէ, արի փորձենք, այդ բալանսը ինձ թվում է պետք է, то есть միանշանակ ասել, որ սող տենց ամբիցիոզ պետք են, չէ, իրանք իրար պետք են, որպեսզի ընկերությունը լինի ստաբիլ։ Եթե մենակ մյուսն ընկերությունը գնում է դեպի անկման, որտեղ փոփոխություն ու նորարարություն չկա։ Եթե մենակ ամբիցիոզ է, բա սիստեմները այդ ամեն օրվա ասենց ասած ստաբիլ գործով պիտի անի։ Դեմը երկուսն էլ պետք է իմ կարծիքով։ Առաջ միանշանակ ինձ թվում է, եթե ընկերության է սկզբնական փուլում, որ նոր ասենց ասած այդ առաջին 6 ամիս մի տարի, հա, երևի մենակ ամբիցիոզներ։ Բայց դրանից հետո ձեզ պետքա մի հատ սենց նորմալ խելքը գլխին հանգիստ նորմալ մարդով ասма, չգիտեմ դուք ինչ եք անում, բայց եկեք մի հատ հաշվապահությունը նայենք։ Եկեք մի հատ նայենք, եկեք ապրեք, հա, դե չի ամբիցիոզները, չէ։ Դից ավելի էմոցիոնալ ֆոնի վրա են իրանք առաջ։ Ձեզ պետքա այդ հանգիստ մարդիկ, որոնք ամեն ինչ պլանավորում են, ամեն ինչ կարգ ու կանոն, ոչ մի բան չփոխվի, իմ սենյակը այդ տիպի մարդիկ իրականում հիմքն են դառնում ընկերության։